Աթևիկ Մարիամ Պողոսյան համեցեք, հանում եք, Արտուր Խաչատրյան համեցեք։ Զելայնակիցներ, մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, բյուջեն զուտ ֆինանսական և առավել ևս հաշվապահական փաստաթուղթ չէ, այն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները և ամրագրում է, թե կառավարությունը որքան գումար է պլանավորում հատկացնել իր ծրագրում նշված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար։ Բազմաթիվ անգամներ թե գործընկերներս, թե ես կրկնել ենք, որ կառավարության իրականացված ծրագիրը այսօր բացարձակապես որևէ առնչություն չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ, առնվազն Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում։ Սա մասին շատ ենք խոսել և էլի կխոսենք։ Սակայն նշեմ, որ իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները։ Իդեպ, պարոն նախարար, համընդհանուր բազային եկամուտի մասին իմ հարցը նրա համար չէ, որ ասեի, տեսեք ինչ լավ եմ հիշում, ինչեր եք խոստացել։ Դա նրա համար է, որ ցույց տամ, որ դուք գիտակցաբար աղճատում եք իրականությունը, ավելի ճիշտ ստում եք, թե ընդդիմություն, թե իշխանություն եղած ժամանակ։ Սա այն դեպքն է, որ կեցությունը չի որոշում գիտակցությունը, եթե անազնվությունը էության մի մաս է։ Ինչևէ, անդրադառնանք այս կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Հիշեցնեմ, որ կառավարությունը խոստացել էր գիտելիքահենք և նորարարական տնտեսություն, կառավարության ծրագիր H22։ Հիշեցնեմ, որ 22-23-24 թվականներին մեր տնտեսության առաջատար և ամենաարագ աճող ճյուղը մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգումն էր։ Համապատասխանաբար հնա 11.8, 12.7, 13.6%, հիրավի գիտելիքահենք ճյուղ, առնել ծախել կամ դզել փչել։ Մոգական է։ Իդեպ 25 թվականի առաջին կիսամյակում այս նորարար և գիտելիքահենք ճյուղը կազմում էր մեր հնա 14.4%-ը։ 23 թվականին Հայաստանը շախ և մատ հայտարարեց ամբողջ աշխարհին, մեկ տարվա ընթացքում 23.6 անգամ մեծացնելով ոսկերչական արտադրությունը։ Ոսկերչությունը պեռաշկի թխել չի, տիկնայք և պարոնայք, 24 թվականին Հայաստանը սկսեց ոսկի արտահանել, շատ ոսկի, մոտ 10 տոննա, Քլոնդայքն էինք դարձել։ Բայց 24 թվականից Ռուս-Ուկրաինա երրորդ եռամսյակից են Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտածին բարենպաստ գործոնների ազդեցությունը սկսեց նվազել։ Պատահական չէ, որ 22-23 թվականների համապատասխանաբար 12.6 և 8.7% բարձր աճից հետո 24 թվականին մեր տնտեսական աճը ընդամենը 5.9% էր, իսկ 25 թվականին սպասվում է 5.2% աճ։ Իդեպ նշեմ, որ անցյալ տարի այս օրերին կառավարությունը 25 թվականի համար խոստանում էր 5.6%։ Հիմա 0.4%-ային կետով նվազեցրել են։ 26 թվականի համար կանխատեսվում է 5.4%, 5.4%։ Նախորդ տարի կանխատեսում էիք բյուջեի ուղերձն այ, պարոն Հովհաննիսյան։ Նախորդ տարի կազմում էր 5.5% կանխատեսումը։ Այսպիսով մեր նորմալ պայմաններում, երբ չկան արտածին գործոններ, մեր տնտեսական աճը 5.2-ից 5.4% է։ Հիշեցնեմ, որ կառավարությունը խոստանում էր տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9%, կառավարության ծրագիր նույն էջ։ Մենք 2 տարի 9 ամիս ունեցել ենք բարենպաստ արտաքին պայմաններ։ Դա վերացավ 5.2-5.4։ Բայց ախր նորմալ պայմաններն էլ նորմալ պայմաններ չեն։
Տնտեսական աճն ապահովել է խիստ բարձր արտաքին պարտքային բեռի պայմաններում։ Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ։ Այսօրվա դոլարի կուրսով 15 միլիարդ 232 միլիոն դրամ։ Պարտքն հարաբերությունը 52.9, 26 թվականին 569 միլիարդ։ Եվ ինչի համար, 5.2-5.4%-ի համար, կասեք բան աղկինում, նենց, համաշխարհային բանկի ուրեմն Հայաստանի երկրորդ համակարգային ախտորոշման զեկույց H18 2000-ից 2008 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 11%։ Այստեղ կառավարության ներկայացուցիչը քաղաքական մեծամասնությունը համոզում են, որ պարտքը վատ բան չէ։ Այն նպաստում է տնտեսական բարձր աճին, բարձր վարկաշրջանության ապացույց է, ֆստան։ Ես փորձեցի հասկանալ, եթե պարտքը զտենք, ինչքան կկազմի մեր տնտեսական աճը, չկա այդ պարտքը։ Պատասխան չունենք։ Գիտեք, պարոն Սուքիասյան, իմ ընկալմամբ մոտավորապես նույն հարցն էլ ձերն էր։ Այդ պարտքը մեր տնտեսության վրա ինչ դրական ազդեցություն ա ունեցել։ Չկար այդ պատասխանը։ Հիմա ես միշտ բյուջեների ընտանեկան բյուջեի օրինակով եմ վերցնում։ Պատկերացրեք, ընտանիքը հայրը կամ մյուս աշխատող ծնողները X գումարի աշխատավարձ են ստանում, դա որոշակի բարեկեցություն է ապահովում։ Ավելի լավ սնունդ, մի քիչ ավելի լավ հագուստ, միգուցե ավելի գեղեցիկ կահույք, բայց դա վերցնում է տոկոսով, հետո տոկոս է վերցնում, պարտք է վերցնում։ Պարտք որ վերցնում ես լավ է, ճաշը համեղ է, բայց այդ պարտքը տալու ես, հետ ես տալու, հետ տվածն ավելի շատ, թե այն մի քիչ ավելի լավ ապրելը, որը ապահովել է պարտքի միջոցով։ Չկար այդ պատասխանը։ Չկար, սելի այնակիցներ։ Ուրեմն գալիք տարվա ընթացքում ֆինանսական կառավարությունը պարտքի մարման եւ սպասարկման վրա վճարելու է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Այդքան գնալու է ընտանեկան բյուջեից։ 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ։ Շատ է, քիչ է։ Մենակ պարտքը 432 միլիարդ է, ներողություն, տոկոսը։ Այսինքն 629.8 մայր գումարի վրա 432 միլիարդ տոկոս։ Համեմատության համար առողջապահության բյուջեն 212 միլիարդ, կրթության 361 միլիարդ, կենսաթոշակները հանած սոցիալական ծախսերը 315 միլիարդ։ Եվ դա համար ինչի եք զարմանում, որ համաշխարհային բանկի նույն հաշվետվությունը 155 էջ ամբողջը չեմ տպել։ Նշում է, որ Հայաստանում կրթությունն է վիճակի չի, որը կարող է լինել, առողջապահությունն է վիճակի չի, որ կարող է լինել, տնտեսությունն է վիճակի չի, որ կարող է լինել, որովհետև պարտքը վերցնում եք եւ ոնց եք ծախսում եք նենց, որ 19 թվականին Վրաստանից ավելի բարձր հնա ունեցող պետությունը 25 թվականին Վրաստանից ավելի ցածր մեկ շնչին ընկնող հնա ունի։ Ստեղ էս հարցը տալիս են ֆինանսների նախարարն ասում է Վրաստանը Ռուսաստանի հետ սահման ունի։ Դահլիճից ինչ որ մեկն ասում է Վրաստանը ծով ունի։ Ստեղ են ասում որ նալլատ քեզ չար սատանա։ Այդ սահմանը Ռուսաստանի հետ երեք առաջացավ, թե Սևծովը թազակցած գյոլա, նոր առաջացավ, 19 թվին չուներ։ Հայաստանը մեկ շնչին ընկնող հնայով տարածաշրջանի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա հետնապահ է 12.5 հազար է այնտեղ մեկ շնչին ընկնող։ Հիմա սիրելի հայրենակիցներ, լավ, պարտքի մյուս մասին կանդրադառնամ հետո։ Իշխանություններն ասում են, գիտեք, մեր միջին աշխատավարձը բարձրացել է։ Մեծ թվեր են ասում, այս միջինը 2020 թվին եղել է 203 1268 դրամ, 25 թվականի առաջի կիսամյակում 313 հազար դրամ։ Միջին բառը, որ ասում ես, այն տպավորությունն ա, որ մեջտեղն է, մոտավորապես կեսը քիչ է, մոտավորապես կեսը շատ է։ Ես այդ հարցը անցյալ տարի տվեցի պարոն նախարարին, հիշում եք պարոն Հովհաննիսյան, ասեցիք դժվար բառ չի, մի հատ դիմեք, պատասխանը կտան, չեմ զլացել, դիմել եմ թե ՊԵԿ եւ թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ ԱՍՀՆ-ն ընդհանրապես ուղարկել է ՊԵԿ։
Կարծես թե աշխատանքի նախարարը ես եմ, իրանք զբաղվում են վայրի բնության պաշտպանությամբ։ Բեկից ստացվել է շատ հետաքրքիր պատասխան, աշխատավարձերը չունենք, ունենք հարկման բազան, որի մեջ մտնում է արձակուրդայիններ, քաղաքական պայմանագիր եւ աշխատողների թիվներ չունենք, առնենք եկամուտները։ Այսինքն ես այս տարվա կտրվածքով 4 աշխատող եմ, որտեղ ես աշխատավարձ ստանում եմ այստեղից եւ 3 բուհերում դասավանդելից։ Ես 4 քաղաք իրավական պայմանագրով հարգելիս ունեմ այդ իրավունքը։ Ինչևէ 2025 թվականի առաջի կիսամյակում սիրելի հայրենակիցներ, մեր բնակչության 75%-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։ Հասկանում եք, բա ուր եղավ կեսը, միջինը։ Իշխան կառավարությունը այսօր չունի աշխատավարձի մեդիան արժեքը, թե մեջտեղի աշխատավարձը ինչքան է։ Չունի ավելի հաճախ հանդիպող արժեքը, բա դուք աշխատանքի շուկայի մասին ո՞նց եք դատողություն անում, պարոնայք եւ տիկնայք։ Ուրեմն, մինչև 100,000 դրամ ստանում է 176,000 մարդ, 100,000-ից 200,000 դրամ 277,000 մարդ, 200-ից 300,000 119,647, այդ միջին աշխատավարձով ում եք խաբում։ Հիմա լավ, ես կարող եմ պարոն Սիմոնյան 2 րոպե վերցնել։ Չէ, 4 րոպե շատ է։ Հիմա վերցնենք պարտքի մակարդակը ընտանեկան մակարդակում, ընտանիքում։ Սիրելի հայրենակիցներ, երբ այս իշխանությունը ստանձնեց կառավարությունը 17 թվականին, ուրեմն անհուսալի վարկեր ունեցող մինչև 250,000 դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ֆիզիկական անձանց թիվը 47,670 մարդ էր։ 47,000, հեսա կենտրոնական բանկին է, կարող եմ նվիրեմ։ Գիտեք ինչքան է կազմում 25 թվականին 25 թվականի հոկտեմբերի 1-ին 136,511։ Շնորհակալություն, պարոն Այդ դա բարեկեցության ամենապարզ ցուցանիշն է, 136։ Լավ, դե չի կարելի անցնել ներողություն ասել։ 4 րոպե եք ասում ես։ Դե կատա կարացից բոլորը լուրջ ընդունեցին։ Դե ամրամի դեպքում Հաջորդ ելույթի համար Համբարձում Մաթևոսյան համեցեք պարոն նախարար, խնդրեմ։